Բարի լույս հարգելի հեռուստադիտող, այսօր Կիրակի առավոտը եւ մենք Նուր հեռուստաընկերությամբ ինչպես միշտ սկսում ենք բարի առավոտը։ Ունենք հիանալի եւ ջերմ տրամադրություն, ձեզ խոստանում ենք մշակութային եւ շատ հետաքրքիր հարցազրույցներ։ Այսպիսով խոսելու ենք Մանարդ թատերախմբի մասին, այստեղ է թատերախմբի գեղարվեստական ղեկավար Մանե Գառնիկյանը, ողջունում եմ ձեզ, եւ թատերախմբի սաներ Շուշանա Մովսիսյանը եւ Անահիտ Բարսեղյանը։ Ողջույն աղջիկներ։ Ոնց եք, ինչպես է սկսվել ձեր առավոտը։ Շատ լավ։ Իդեալական։ Ընտիր։ Քանի որ մեր շատ սիրելի Նոր հեռուստաընկերության տաղավարում ենք։ Հուսամ այդ լավ տրամադրությունը կապված է նաև մեր այս գեղեցիկ տաղավարի այստեղ գալու եթերում լինելու հետ, չէ՞։ Այո։ Ինչպես եք սիրում սկսել ընդհանրապես ձեր հանգստյան օրերը եւ եթե իհարկե հանգստանում եք, ես չգիտեմ, թատերախմբը գուցե գործում է շաբաթ եւ կիրակի օրերին եւ դուք չեք հանգստանում։ Դուք կռահեցիք շաբաթ եւ կիրակի օրերին, հենց սկսում ենք թատերախմբում, առաջին այսպես բանը, որ ես անում եմ, դա թատերախմբի դռները բացելն է եւ հանգիստ չի տալիս աղջիկներ, այսինքն ստացվում է։ Այսօր մի փոքր այլ ձև ենք պլանավորել, երեկոյան ենք անելու դասը, քանի որ առավոտը եկել Այն շատ խիստ ուսուցիչներից է եւ դասը առավոտյան բաց են թողնում երեկոյան հասկացա։ Այո, բաների հետ կխոսենք ձեր խստության մասին։ Անդրադառնանք ստեղծմանը թատերախմբի դեռ 17-ից երբ միտքն առաջացավ ստեղծելու եւ արդեն 3 տարեկան է թատերախմբը։ Մենք մի քիչ էլ մեր հեռուստադիտողին հուշեցինք ձեր տարիքը, այսպես շատ հետաքրքիր կերպով պատմեք ինչպես է առաջացավ գաղափարը թատերախումբ ստեղծելու եւ դեռ շատ երիտասարդ էիք։ Քանի որ ես փոքր տարիքից, դեռ 12-13 տարեկանից այս ամենի մեջ էի, այսինքն թատրոնում էի, նախ եւ առաջ սովորում Մաչանենց ստուդիայում, Մաչանենց թատրոն ստուդիայում, այնուհետեւ մինչեւ օրս աշխատում եմ Մաչանենց թատրոնում, խաղում եմ ներկայացումների մեջ, լինելով այդ ամեն ինչի մեջ, սիրելով արվեստը, լինելով արվեստի այս ամենահիասքանչ, ամենագեղեցիկ ճյուղի մեջ, թատրոնի մեջ, հասկացա, որ այդ շունչը մեր համայնքում, Արմավիրի Մարս գյուղ երասխահունում պակասում է եւ որոշեցի, որ դա նաև պետք է տեղափոխվի համայնք, որովհետև չի ուզում, որպեսզի մեր համայնքի երեխաները ինչ-որ բանով հետ մնան, քաղաքում ապրող երեխաներից, ովքեր ունեն հնարավորություն գնալ ստուդիա, սովորել, կրթվել եւ կազմել մշակույթի մաս եւ հենց այդ պատճառով որոշեցի բացել փոքրիկ խմբակ, սկզբում մտավախությունները շատ էին, որովհետև 17 տարեկան ես, արդյոք քեզ կվստահեն ծնողները, արդյոք կցանկանան երեխաներին ձեզ վստահել, բայց փաստորեն այո, վստահեցին եւ տարեց տարի շատացան երեխաները եւ այսօր արդեն հանդես են գալիս մեր իսկ ներկայացումներով։ Ընտիր, ես կարծում եմ այն լավագույնն է, որին ձգտել եք 3 տարի առաջ եւ այսօր շոշափելի են արդյունքները։ Անդրադառնանք սաներին, ինձ հետաքրքիր է Անահիտ, ինչն է հետաքրքրել քեզ թատերախմբում ու երբ ես միացել, ինչ առաջարկ են քեզ արել, որ որոշել ես, որ շաբաթ կիրակի օրերս ես չեմ հանգստանում, անպայման գնում եմ թատերախմբում սովորելու։ Դեռ մանկուց երազել էի խաղ ունենալ բեմի վրա, դա իմ երազանքն էր եւ հենց համայնքում բացվեց թատերախումբը, առանց մի վայրկյան մտածելու որոշեցի, որ պետքա ես էլ գնամ ու մանկությանս ամենամեծ երազանքը իրականացնեմ։ Նշեմ, որ Անահիտին սկզբում չեն թողել, որպեսզի գա, ծնողները դեմ են եղել, բայց Անահիտի համառ պայքարի շնորհիվ այսօր նա այստեղ է մեր կողքին։ Շատ հիանալի է, լավ պայքարի դրսևորում է, կարծում եմ, եւ քանի տարի է, արդյոք արդեն տարի է, թե դեռ ամիսներ է։ 2 տարի։ 2 տարի։ Հիմնադրումից 1 տարի անց Անահիտը միացել է։ 1 տարի պայքարել եմ։ Այսինքն պայքարը լավ երկար է տևել այնուամենայնիվ։ Շուշան, ձեր պատմությունն ինչպիսին է, դուք ինչպես միացաք թատերախմբին։ Նոյեմբերի 12-ին է հիմնադրվել թատերախումբը, իմ տարեդարձի օրն էր այդ օրը։ Հիանալի նվեր է եղել տարեդարձի։ Եվ ես որոշեցի, որ ինչ ուզում ա լինի, ես պետքա պարտադիր գնամ, ամենաառաջի սաներից եմ եղել ու դեռ շատ եմ շարունակելու գնալ Մանարդ, որովհետև Մանարդը ինձ տվեց թե ազատ մտածելակերպ, ազատ շարժ ու ձև, լավ ընկերներ, լավ շրջապատ։ Ընտիր, կարծում եմ այն ամենակարևորն են, որի փնտրտուքով էլ գալիս են սաները թատերախումբ։ Մանե, քանի որ նշեցիք, որ ուզում էի իմ համայնքում եւս լիներ նման թատերախումբ, հետաքրքիր է, երբ դեռ դուք էիք սովորում նման թատերախմբերում, արդյոք ձեր համայնքում նման պակաս զգում էիք եւ հենց այդ պակասի արդյունքն է, որ ստեղծվել է թատերախումբը։ Իրականում մշակութային առումով միայն բարի խմբակ է եղել, որտեղ որ ես ինքս հաճախել եմ, բայց եկավ համայնքում մի փուլ, որ դա էլ փակվեց եւ բացարձակապես չկար ոչ մի արվեստ
արվեստի եւ մշակույթի շունչ եւ այսպես համար պայքարի շնորհիվ կարողացանք վերադարձնել դա եւ հենց դրա շնորհիվ էր որ բացվեց թատերախումբը, վերաբացվեց նաեւ բարի խմբակը, այժմ կա համայնքում ունենք սպորտ այսպես մարզաձև եւս սպորտային ակումբ եւ մեծ հույս ունենք որ դեռ շատ են շատանալու մեր խմբակները մշակույթի առումով, որպեսզի գյուղում այդ մշակույթի շունչը, արվեստի շունչը չպակասի եւ բոլոր երեխաները ապրեն դրա մեջ։ Այս պահին մեր դպրոցը գտնվում է վերանորոգման, այո, շինարարության մեջ է գտնվում, այսպես շատ մեծ խնդիր ունենք տարածքի հետ կապված եւ այդ իսկ պատճառով էլ հաջորդի ներկայացումը, որ մենք պետք է խաղանք, այսպես ասած, լինելու է այլ տարածքում, Մաչանենց թատրոնն է իր դռները բացել մեր առջև, բայց հուսով ենք, որ կառուցումից հետո, վերանորոգումից հետո արդեն մենք մեր մեծ դահլիճում եւ մեր լուսավոր դասարանում կանցկացնենք մեր դասերը։ Այո, ճիշտ է, շինարարության փուլը միշտ այսպես նյարդայնացնող է, միշտ սպասում ենք վերջին, բայց հետո արդյունքները վայելելը ուղղակի հրաշալի է, երբ ամեն բան կողիկ ու վերանորոգված է։ Այ եթե դուք դեմ չեք, ես սաներին դիմելով ինձ հետաքրքիր է ինչ հարաբերություններ ունեք ձեր գեղարվեստական ղեկավարի հետ եւ երբ է նախիստ, երբ է ընկերական, եկեք մի քիչ խոսենք Մանեից, թե ինչպես մի քիչ պատմեք, թե ինչպիսի հարաբերություններ ունեք եւ ինչպես են դասերն ընթանում։ Շատ ջերմ, ընկերական, հետաքրքիր, թե վիդեոներ ենք նկարում իրար հետ, տրենդներ, որը տեղադրում ենք մեր Instagram-յան էջում, թե բուրըն քննարկումներ տարբեր թեմաների շուրջ եւ ընկեր Մանեն չեք լսում, չէ՞։ Ընկեր Մանեն, ավելի ջերմ է մեզ հետ։ Ես իմ հարաբերություններից խոսեմ, մենք շատ ընկերական ենք, թե 3 տարի ես հաճախում եմ թատերախումբ, ինչ խնդիրներ ունեցել եմ, ընկեր Մանեն իմ կողքն է եղել, ծնողի պես, քույրիկի պես, միշտ օգնել ու աջակցել ցանկացած հարցում։ Ընտիր, Անահիտ մի քիչ դու պատմի։ Այնքանով է լավ թատերախումբը, այնքան է ինձ ոգեշնչում, որ ես սպասում եմ, թե երբ է շաբաթը ավարտվելու ու գա շաբաթ կիրակի, որ գնամ թատերախումբ ու իրոք այդ ամեն ինչը ինձ ոգեշնչում է։ Այո, ինչ լավ է, փաստորեն սպասում եք դպրոցն ավարտվի, որ գնաք էլի սովորեք։ Սա նշանակում է, Մանե, որ ճիշտ նշանակետին եք հարվածել, այ մի փոքր խոսենք այն հիմնական նպատակներից, որ ստեղծման հիմքում է եղել թատերախումբը, ինչ հիմնական նախադրյալներ կային, որոնք որ նպաստեցին, որ ստեղծվեր թատերախումբը եւ ինչին էիք ձգտում։ Ինձ համար կարևոր եղել է ոչ միայն մշակույթ, արվեստ, թատրոն, գիր գրականություն, այլ նաև ինձ համար շատ կարևոր եղել է մարդկային շփումը։ Այ շատ լավ նշեցիք, չեմ ուզում ասել ուսուցիչ աշակերտ, բայց հենց այդ շփումը, որը որ ես ունեցել եմ, իրականում շատ տարբեր է այս աշխարհը դպրոցի գրականության, հայոց լեզվից, չգիտեմ, մաթեմատիկայից այն կողմ։ Մաթեմատիկայից նավարան։ Հատկապես այն կողմ շատ այլ է, որովհետև ես սովորելով դպրոցում, հենց մեր համայնքի, այնուհետև գնալով Մաչանենց ստուդիա, ես ողջունում եմ ընկեր Գրիշային, ով իմ հիմքն է դրել թատրոնի հետ կապված, ինքն է իմ մեջ սեր սերմանել եւ այսօր ես փորձում եմ լինել ընկեր Գրիշա նրանց կյանքում, որովհետեւ ինքն է ինձ սովորեցրել սիրել արվեստը, ապրեցնել արվեստով, ապրել արվեստով եւ այդ մարդկային շփումը որպես ավակ ընկեր, ոչ թե ուսուցիչ, քույր, այսպես ասած, ոչ թե էլի ուսուցիչ, հենց այդ նախադրյալներով ու փորձել եմ փոքրինչ կարծատիպել կոտրել երեխեքի մեջ, որ այս կարգավիճակից դուրս գալ։ Մեր դասարանում չկա սեղանաթոռ։ Եթե կա նույնիսկ շատ սենց բան դեպքերում, որ պետք է խիստ անհրաժեշտ դեպքերում, որպեսզի ինչ-որ բան գրենք, իհարկե մենք սովորում ենք էլ, ուսումնասիրում ենք կինո եւ թատրոնի պատմություն, դերասանների կյանքը, ռեժիսորների կյանքը, բայց այդ ամեն ինչից դուրս Շուշաննան ճիշտ ասեց, ճիշտ նշեց, այո, նկարում ենք տրենդներ, որը որ մեզ չի կտրում ժամանակակից, այսպես ասած, աշխարհից, մնում ենք հենց տրենդների մեջ, որպեսզի երեխաներին հետաքրքիր լինի եւ իսկապես սպասեն, որպեսզի գա այդ օրը, որպեսզի հանդիպեն իրար, շփվեն միմյանց հետ եւ շատ հետաքրքիր ձևով անցկացնենք մեր օրը։ Այսինքն նաեւ տեղ եմ տալիս ժամանցային կյանքին, ոչ միայն հստակ գիր ու գրականությանը։ Դա շատ կարեւոր է եւ դա երեխաներին այո ոգեշնչում է, որպեսզի գան եւ սովորեն։ Որպեսզի սպասեն շաբաթ կիրակին, որ ոչ թե քնեն ընկերների հետ անցկացնեն, այլ ժամայինին, դա ամենախիստն է, ես կարծում եմ այս դեպքում, որպեսզի գան թատերախումբ։ Ես կարծում եմ Մանե եւ նաեւ աղջիկներին դիմելով առաջին ներկայացումը միշտ էլ տպավորիչ է լինում ցանկացած տեղում, որտեղ որ դու մուտք ես
գործում։ Ինձ պատմեք ձեր առաջին ներկայացման մասին, երբ բեմ դուրս եկաք, ձեզ դիտեցին ձեր ծնողները, ընդհանրապես հանդիսատեսը ծանոթացավ ձեզ հետ որպես թատերախումբ։ Անահիտ, եկեք քեզնից սկսենք, ո՞րն է եղել առաջին ներկայացումը քո մասնակցությամբ, հետո արդեն կանցնենք այն հիմնականին, ես կարծում եմ 1 տարվա ընթացքում գուցեև արդեն առաջինը եղել է, մինչև Անահիտը միացել է։ Առաջին ներկայացումս եղել է Անբան Հուրին եւ Կիկոսի մահը։ Անբան Հուրու մեջ մարմնավորել եմ մայրիկի կերպարը, ու ներկայացում երբ բարձրացա բեմ, որպեսզի պետքա խաղայի առաջին ներկայացմանս, բոլոր հույզերս խառնվել էին իրար ու այդ պահին ամբողջ մարմինս դողում էր, բայց միևնույնն է ես խաղացի ու հաղթահարեցի այդ ամեն ինչը։ Ընտիր, իսկ դու հիշում ես հանդիսատեսի շարքերում ովքեր են եղել եւ ինչ արձագանք էիր ստանում նրանցից, երբ առաջին անգամ բեմում փոքր երեխաներ են եղել առաջին շարքում, չեմ հիշում ովքեր են, բայց հիշում էի, որ առաջին շարքում մանկապարտեզի երեխաներն էին նստած։ Ինչպես էին քրքջում, երբ Անահիտը բեմ բարձրացավ։ Ես արդեն այն էպիզոդներ պատկերացնում եմ, որտեղ դու երգել ես քո աղջկա համար, որպեսզի գովաբանես նրան, մի անգամից պատկերացրի քեզ այդ կերպարում։ Մանե ո՞րն է եղել առաջին ներկայացումը եւ երբ եք առաջին անգամ բեմ բարձրացել։ Առաջին անգամ բեմ բարձրացել են հաջորդ տարի նոյեմբերի 12-ին, քանի որ երեխաները ընդհանրապես գաղափար չունեին, թե ինչ է թատրոնը, եւ չեն տարբերում եկամ թատրոնը ներկայացումից, նախ եւ առաջ սովորել ենք, որ թատրոնը դա շենքն է։ Մենք գնում ենք ներկայացում դիտելու, գնում ենք ներկայացում խաղալու, այլ ոչ թե գնում ենք թատրոն խաղալու կամ թատրոն նայելու։ Այդտեղից ենք սկսել իրականում եւ այդ ամենին կարողացանք հասնել ընդամենը 1 տարի հետո։ Անահիտը արդեն միացել էր, ճիշտ է դեռ լիովին չէր, այսպես ասած, մտել թիմ, ամեն ինչ սովորել, բայց ես տվեցի նրան հնարավորություն, որպեսզի հենց առաջին ներկայացմանը այո խաղա եւ նա պատվով հաղթահարեց։ Առաջին ներկայացումը եղել է Կիկոսի մահը եւ Անբան Հուրին, թումանյանական հեքիաթները, վերածել ենք պիեսի, այնուհետեւ ներկայացման, միքսել ենք իրար եւ ստացել ենք շատ տպավորիչ ներկայացում, որը մինչեւ հիմա մեր հուշերում է։ Նշեմ, որ այդ ժամանակ սովորում էի քոլեջում եւ քոլեջից դիպլոմային աշխատանքը հենց դա էլ եղել է ու հետ։ Հիանալի զուգորդում։ Այո, հենց իրենք էլ խաղացել են։ Համատեղել եք ամեն բան։ Շուշանա, ստացվում է ծննդյանդ 2 տարի անընդմեջ նվեր ես ունեցել։ Առաջին տարին ստեղծվել է թատերախումբը, երկրորդ տարին էլ հենց այդ նույն օրը առաջին ներկայացումն եք խաղացել։ Եվ քանի որ խոսեցիք, որ բազային գիտելիքներից է սկսվել ամեն ինչ, ոչ թե թատրոն խաղալ, թատրոն գնալ եւ այսպես շարունակ, ներկայացրեք, թե հիմնականում ինչ են ուսումնասիրում երեխաները, այն աշակերտի կարգավիճակը հանած, բայց այնուամենայնիվ կան նաեւ բազային եւ տեսական գիտելիքներ մինչեւ գործնականին անցնելը, որոնք են դրանք։ Մինչեւ գործնականին անցնելը դա թատրոնի եւ կինոյի պատմությունն է, դերասանների եւ ռեժիսորների կյանքը ուսումնասիրելը եւ արդեն դրանից հետո գործնական հիմնական բուն թեմային ենք անցնում դերասանի վարպետություն, բեմական շարժում, բեմական խոսք, բար եւ ռիթմիկա։ Իրենք այս տարիների ընթացքում դա են ուսումնասիրում։ Ես էլ իրենց հետ։ Ես էլ սովորում եմ, այսպես սովորում եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, սովորում եմ եւ սովորեցնում եմ։ Դիր, ձեր սովորացրածը այն նաեւ ինստիտուտում եք փորձում կիրառել եւ այսպես աղա շատ ընտիր զուգորդումներ են։ Այո, իդեպ նշեմ, Մանարդ գալու շնորհիվ եմ ես ընդունել Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջ ու անվճար։ Դուք այսպես մոտեցաք իմ հաջորդ հարցին, ստացվում է դա շատ կարեւոր է, որովհետեւ մասնագիտական գիտելիքներ են առաջնահերթ տրվում։ Ավելի ենք հմտանում թե մեր գործում եւ թե ոլորտում։ Ընտիր, եւ եթե օրինակ ձեզ հիշեք տարիներ առաջ, երբ միացել եք թատերախմբին եւ հիմա Շուշաննա, ինչպիսին եք եղել նախկինում եւ հիմա ինչ հմտություններ ունեք, որոնք որ կարողանում եք կիրառել ձեր անձնական կյանքում միգուցե եւ նաեւ ընդհանրապես։ Այն ժամանակ ավելի փակ էի, ոչ ոքի հետ չէի շփվում, բայց հիմա ունեմ Մանարտի շնորհիվ շատ լայն շրջապատ, ընկերներ, բոլորի հետ ջերմ շփվում եմ, նաեւ գործնական հարաբերություններ ու այդ ամենը հենց ընկեր Մանեի ու Մանարտի շնորհիվ է։ Իդեպ ես ներկայացրել եմ ունու ներկայացում Սևանում Լուցկիներով աղջիկը ներկայացումը ողջ Արմավիրի մարզը ինձ էր վստահված, որ պետք է ներկայացնեի ու պատվով հաղթահարել ենք։ Այդ նշեմ այդ ժամանակ ընկերմանեն իմ կողքին չէր, մի քիչ շատ դժվար էր այդ ամենը իրականացնելը լրիվ անծանոթ միջավայրում, բայց հաղթահարեցիք։ Եվ խոսենք մասնագիտական ընտրության մասին, ստացվում է արդեն առաջին քայլերն արել եք դեպի մասնագիտություն, ինչպես է օգնել թատերախումբը եւ անվճար եք փաստացի ընդունվել, սա շատ կարեւոր ձեռքբերում է, մի փոքր պատմեք դրա մասին։ Շատ մեծ ներդրում ունեցավ Մանարդ թատերախումբը իմ այս գործունեության մեջ, այսպես ասեմ, թե ասեցի արդեն բեմական շարժուձև ենք ուսումնասիրում թատրոնի կինոյի պատմություն եւ այդ ամեն ներքննության հարցերը
Պարապելով աշխատելով 3 տարի անընդմեջ ընդունվեցի անվճար եւ հետագայում որոշել եմ որ համալսարանն էլ պետք է անվճար ընդունվեն այնպես որ դուք դա ֆիքսեք, որպեսզի լավ աշխատեք։ Ես չնայած չեմ էլ կասկածում։ Եվ Անահիտ, խոսենք ձեր մասին, ինչպիսի մասնագիտական այսպես կողմնորոշվածություն եք, ինչ եք ուզում դառնալ եւ արդյոք թատերախումբը օգնում է ընտրության հարցում։ Միանշանակ իմ միակ ու անկրկնելի երազանքը դերասանուհի դառնալն է։ Շատ մեծ պլաններ ունեմ ապագայում ու ընկերուհիներն ինձ շատ է օգնում։ Միշտ իմ կողքին ա եղել, ինչ հարց ունեցել եմ, միշտ իրան եմ դիմել։ Ընտիր, ես կարծում եմ անեսա լավագույնն է, որ լսում եք ձեր սաներից, երբ մասնագիտության ընտրության հարցում էլ արդեն այս տարիքում կողմնորոշվածություն կա եւ ես չեմ թաքցնի, Անահիտին երբ տեսա դեռ տաղավարից դուրս, ինձ թվաց դու չխոսքան աղջիկ ես եւ այսպես բարդ կլինի, բայց փաստացի շատ շփվող աղջիկ է եւ այստեղ էլ կարծում եմ թատերախմբի գործունեությունը օգնում է բացել ճակերտավոր երեխաներին, որպեսզի կարողանան շփվել եւ ռեալիզացվել այն միջավայրում, որը որ իրենց մի քանի վայրկյան անծանոթ է թվում։ Միանշանակ, այստեղ երկուսն են նստած, բայց հետևում շատ երեխաներ ունենք, ովքեր առաջին անգամ եկել են թատերախումբ եւ չեն խոսել ընդհանրապես, խնդրել են որպեսզի ասեն իրենց անունը, բայց միևնույն է առաջին օրը դա չի եղել, իսկ այսօր խնդրում եմ որպեսզի լուռ մնան, որ մենք կարողանանք դասապրոցեսը, այսպես ասած, կարողանանք կատարել։ Այսինքն միանշանակ դա օգնում է երեխաներին ավելի ազատ լինել շփման մեջ, շրջապատում եւ առհասարակ կյանքում։ Ընտիր, եւ հիմա անդրադառնանք ներկայիս գործունեությանը, քանի որ ամանոր է եւ բոլորը կարծում եմ այդ ամանորյա խառնաշփոթի մեջ են, դուք էլ ձեր հերթին շաբաթ-կիրակիները ավելի ծանրաբեռնված են այս դեպքում Ձյունե Թագուհին է, ճիշտ եմ նշում ներկայացման անունը, պատրաստվում եք շուտով բեմ բարձրանալ, այս ներկայացումն է, պատմեք թե ինչպես են աշխատանքներն ընթանում եւ երբ կարող ենք դիտել ներկայացումը։ Ներկայացումը տեղի կունենա ամսի 15-ին ժամը 12:00-ին Մաչանենց թատրոնում։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ Մաչանենց թատրոնը գրկաբաց կրկին անգամ մեզ հյուրընկալել է իր մեծ, գեղեցիկ ու լուսավոր դահլիճում։ Այստեղ նստած է Ձյունե Թագուհին հենց ինքը։ Շատ հաճելի է Ձյունե Թագուհի։ Շատ հետաքրքիր է ընթանում։ Իրականում նաև դժվար պայմաններում է ընթանում, չեմ թաքցնի, որովհետև մենք չունենք այս պահին պայմաններ, քանի որ դպրոցը չկա, շատ այսպես ասած այն տարածքը, որտեղ որ անցկացնում ենք բավականին ցուրտ է եւ չեմ թաքցնի ու կասեմ, որ երեխաները հենց մեր տուն են գալիս փորձերի համար եւ մեր տանն ենք անում փորձերը։ Ձմեռ եք ապահովել, եթե ցուրտ միջավայրում անեք։ Բայց այնուամենայնիվ գնում ենք արդեն իսկ փորձերի Մաչանենց թատրոնում եւ ներկայացումը այնտեղ էլ անել ենք, ուղղակի մեր հյուրասենյակը դարձել է փորձասրահ։ Այո, ես կարծում եմ ձեր ծնողները շուտով շունչ կքաշեն վերջապես։ Այո։ Այսպես հետաքրքիր process-ի մեջ է, ընդամենը 1 օր է մնացել, խաղը առաջնախաղն է։ Եվ պետք է պատվով հաղթահարենք եւս մեկ ներկայացում։ Եվ մինչև առաջնախաղին անցնելը այնուամենայնիվ աղջիկներ պատմեք ինչպես են անցել պարապմունքները ներկայացման, ինչքան եք տանջվել, ինչքան ժամանակ եք հատկացրել, նամանավանդ երբ հստակ տեղ չունեք, ես պատկերացնում եմ դրա դժվարությունները, մի փոքր ընթացքից եկեք խոսենք։ Ընթացքը դե ավելի դժվար էր, քանի որ նշեց ընկերմանին արդեն պայմանները չկա, իրենց հյուրասենյակում ենք անցկացնում, տարածքը դե նախատեսված չի այդ ամենի համար, բայց մենք փորձում ենք այնուամենայնիվ ստեղծել այդ միջավայրը, ամբողջ կահույքը դուրս ենք հանել սենյակից։ Հասկացա, շատ բարդ է ձեր ծնողների համար այնուամենայնիվ։ Շատ հետաքրքիր է ընթանում այդ ամենը, թե մի քիչ ջղային նանալով ընկերմանի, որովհետեւ այստեղ արդեն ուսուցչի հետ գործում ենք, պարտադիր մի քանի օր բան է մնացել, եւ թե ընկերական բացատրելով, հասկացնելով այդ ամենը թե ինչպես պետք է լինի այդ կերպարը, ես ագրավեմ, Կլարա է իմ անունը, իմ կերպարը ավելի շատ թիթիզ աշխուժ է, շփվող բոլորին օգնող, բայց միևնույն ժամանակ սենց պարա հանդես գնանք այսպես ու շատ նման է ինձ, որովհետև ես ինքս էլ աշխուժ եմ, շփվող ու գտել եք գծերը նման։ Այո։ Իմ կերպարը ինձ շատ է դուր եկել, ես շատ հավանեցի իմ կերպարը։ Ձեր կերպարին անդրադառնանք, գլխավոր կերպարն է, ինչ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ իմացաք, որ հենց Ձյունե Թագուհին դուք եք լինելու, այնուամենայնիվ գլխավոր կերպարից է ամեն բան կախված, կարծում եմ։ Շատ ուրախացա, որ իմացա Ձյունե Թագուհին ես եմ լինելու, փորձերը շատ դժվար էին, ես այդքան էլ չէի կարողանում մարմնավորել, բայց ես երբ ընկերմանին ասեց, որ էլ չեմ խաղալու ու եթե չկարողանամ դերեկը վերցնի ձեռքիցս, ես ինձ հավաքեցի ու ասեցի վերջ, պետքա Ինչեր են բացահայտվում ու ստացվեց ինձ մոտ։
Մալադեց, ես կարծում եմ կստացվի նաև առաջնախաղին եւ պատվով կհաղթահարես նաև բեմ դուրս գալը, որովհետեւ ամեն բան փոխվում է, երբ բեմ են դուրս գալիս, կարծում եմ այդպեսին լինում է։ Իրականում Անետը շատ པարզ ներկայացրեց այն ամեն ինչ, ինչ որ եղել է, բայց շատ դեպքերում մեզ օգնում են եւ հուսադրում են, ես այդ մեթոդն եմ կիրառել, երբ որ քեզ ասում են դու չես կարող։ Եվ օրինակ իմ կյանքում էլ այդպես, երբ որ ինձ ասում են դու չես կարող, ես փորձում եմ ապացուցել, որ ես կարող եմ։ Եվ իրականում ես այդ մեթոդը շատ եմ կիրառում իմ երեխաների հետ, ոչ թե չես կարող, ասում եմ, եթե չկարողանաս, ապա դու չես անի դա։ Եվ ես վստահ եմ, որ իրենք կարող են, ուղղակի իրենք ինչպես հիմա իրենց մի փոքր թերագնահատում են եւ երբ որ ես ասում եմ պետք է անեք, արդեն հավաքում են իրենց բոլոր ուժերը, քանի որ երբեմն ես ավելի շատ լավ գիտեմ, թե իրենք ինչ են կարող, քան հենց իրենք եւ դրա համար փորձում եմ այդ մեթոդով նրանց ավելի այսպես ռիթմի մեջ գցել, որպեսզի կարողանան մարմնավորել հենց այն կերպարը, որ իրենց ի վերուստ է տրված։ Այո, ոչ միայն դուք եք որոշել, այլ հենց այդպես էլ պետք է լիներ։ Ստացվում է, որ նաեւ իրենց անձի բացահայտմանն եք այսպես ինչ որ քայլեր ձեռնարկում, որպեսզի ճանաչեն, թե ինչպիսին են եւ ինչպիսի ունակություններ ունեն։ Դա ոչ թե անում եմ ես, այլ դա անում է արվեստը, թատրոնը։ Հենց ինքն է այդպիսին, որովհետև թատրոնը աշխարհ է, որտեղ դու ինքդ քեզ ես բացահայտում, քո ով լինելն ես բացահայտում։ Ընտիր, ես մաղթում եմ ձեր ներկայացման առաջնախաղին հաջողություն, հիանալի հարցազրույց ստացվեց, շնորհակալ եմ եւ այդ արվեստի նկատմամբ այն փայլուն աչքերը, որ այսպես տեսնում եմ, թող միշտ մնան յուրաքանչյուրիդ մոտ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, մեր հարցազրույցը ավարտվեց։ Հիշեցնեմ, որ ձեզ կմիանա իմ գործընկեր Աշոտ Սարգսյանը իր Արցախյան յուրօրինակ զրույցներով եւ մենք դարձյալ տաղավարում կզրուցենք մեր շատ հետաքրքիր հյուրերի հետ։